Ողջույն, այսօր եկեղեցու ճանապարհին, եկեղեցուց հետո շատ մարդիկ էին մոտենում եւ գրեթե բոլորը ասում էին մի բան էին հարցնում. ինչ պիտի լինի մեր վերջը։ Չէի խորանում, թե ինչու են ինձ հարցնում, պարզ է։ Բայց պատասխանս շատ կարճ էր։ Այնքան հետաքրքիր է, որ առաջին պահին ասում են ոնց, միթե մենք դրան արժանի ենք, բայց հետո մի պահ մտածելուց ասում են, բայց իսկապես։ Երբ ասում են ինչ է լինելու մեր վերջը, ես ասում եի ինչի որ արժանի ենք, դա էլ կլինի։ Եթե հավատացյալ ես, տրամաբանական է, Աստված հետևում է քո ուղարկին, եթե հավատացյալ չես, բայց ապրում ես տիեզերական օրինաչափությունները ճանաչելով, եթե խախտում ես այդ օրինաչափությունները, քեզ ներդաշնակ չես պահում, նույնպես պիտի լավ չլինես։ Այնպես որ պատասխանս շատ կարճ էր, բայց կարծում եմ այն էր, ինչ մարդիկ նախ դժկամությամբ, հետո ընդունում էին, որ ի վերջո նույնիսկ եթե դու վատ ղեկավար ունես, քո մեղք է, ուրեմն դու արժանի ես այս ճակատագրին։ Եկեք հիշենք, որ մեր ճակատագրում էական դեր է կատարում սահմանադրությունը։ Եվ որքան էլ որ շեղում են մեզ ու շեղվում ենք, եկեք վերջապես հասկացեք, որ ձեզ դեպի անկախություն, պետականության վերականգնում առաջնորդած, ինքնորոշման սկզբունքը ձեզ հարմորեն մատուցած, առարկայորեն մատուցած մարդը այսօր էլ ասում է, հիմնական գործը սահմանադրությունն է, նույնիսկ այսօր, երբ եկեղեցու նկատմամբ ոտնձգություններ են կատարվում, նույնիսկ այս պայմաններում չմոռանանք եւ հիշենք հիմքերի հիմքում սահմանադրությունն է, սահմանադրականության բացակայությունը Հայաստանում։ Եվ վերջապես հասկացեք, որ քանի քաղաքացի չէ տերը երկրի, քանի ժողովուրդ չէ երկրի տերը, մենք անընդմեջ ունենալու ենք խնդիրներ։ Դա նշանակում է, որ երկրի տերը կամ օտարն է, կամ օտարի գործակալը, կամ քո երկրի ապիկարը։ Եթե երկրի քաղաքացին է տերը, եւ այն էլ շատ արագ ուղղելու հնարավորությամբ, ապա ամեն բան հունի մեջ կմտնի։ Առայժմ այսքան է, սահմանադրության 31-ի հետ կապված միջոցառումը չեմ մոռացել, ես վաղ առավոտյան բարձրանալու եմ Արագածի գագաթ, դա կլինի իմ 30-րդ վերելքը, հետո Հանրապետության հրապարակում ծրագրել ենք միջոցառում նվիրված Հայաստանում սահմանադրության ընդունման առաջին գործող սահմանադրության 30